Արգելի գործընկերներ, նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել այս կարևորագույն ու առանցքային թեմայով հանրային քննարկում կազմակերպելու համար եւ նաեւ հենց այս ձևաչափով նշված թեմային անդրադարձի համար, քանի որ նշված հարցադրումն իր մեջ պարունակում է մարդու իրավունքներին առնչվող բավականին լուրջ եւ առանցքային հիմնախնդիրներ, որոնք միանշանակ պետք է դառնան քննարկման առարկա։ Ես եւ ինքս վստահ եմ նաեւ իրավական համակարգի մի շարք այլ գործընկերներ հարցադրմանն անդրադառնում ենք հենց մարդու իրավունքների դիտանկյունից, որտեղ մարտի 1-յան իրադարձությունների թե արդյունքում, թե գործընթացի հետ կապված միանշանակ պետք է խոսել մարդու հիմնարար իրավունքների մի շարք լրջագույն խախտումների մասին, որոնք կարծում եմ այսքան տարի եւ այսքան իրադարձություն անցնելուց հետո արդեն իսկ կարող են նաև որոշակի առումով հստակ արձանագրված համարվել։ Նախ սկսեմ նրանից, որ այս իրադարձություններն իրականում այնպիսին էին, որ ողբերգականության տեսանկյունից միգուցե բացառիկ են համանման իրադարձությունների համատեքստում եւ այս տեսանկյունից է, որ հիմնականում հարցադրումը քննարկման առարկա է դառնում կյանքի իրավունքի դիտանկյունից, բայց որպես մարդու իրավունքների պաշտպան պետք է արձանագրեմ, որ իրականում միայն կյանքի իրավունքի դիտանկյունից չէ, որ բավականին լուրջ մարդու իրավունքների խախտումների մասին է խոսք գնում հենց այս իրադարձությունների համատեքստում եւ որպես մարդու իրավունքների պաշտպան ինձ թույլ կտամ խոսել այդ բոլոր հանգամանքների մասին, քանի որ ոչ թե հենց այս պահին եմ պարզապես արձանագրում խնդիրները, այլ մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը հենց այդ ժամանակահատվածում 2008 թվականին է դեռևս իհարկե մի փոքր այլ ձևաչափով հարցադրումների տեսքով խոսել խնդիրների մասին։ Նախ ուզում եմ հատուկ արձանագրել հավաքների ազատության իրավունքի հետ կապված խնդիրները եւ հավաքների ազատության իրավունքի միջամտությունը, որն այս փուլում արդեն իսկ կարելի է արձանագրել, որ համենայն դեպս այնպիսի բավարար եւ ողջամիտ տեղեկատվություն չի ներկայացվել պետական իշխանության կողմից, որ իրականացվել է համաչափ եւ իրավաչափ եղանակով, հետեւաբար ինքս կարող եմ որպես մարդու իրավունքների պաշտպան արձանագրել, որ միանշանակ բազմաթիվ են խնդիրները հավաքների ազատության իրավունքին միջամտության իրավաչափության բացակայության հետ կապված եւ սա միանշանակ ժողովրդավարական հասարակության տեսանկյունից լրջագույն խնդիր է։ Երկրորդ իրավունքներին առնչվող ասպեկտը, որ դարձյալ պետք է արձանագրել, տարբեր մարմինների կողմից ուժի կիրառման համաչափության հետ կապված խնդիրն է եւ դարձյալ պետք է խոսել այն մասին, որ բավարար եւ ողջամիտ հիմնավորումներ չեն ներկայացվել այն մասին, որ կիրառված ուժը եղել է համաչափ, ավելին հատուկ պիտի արձանագրեմ, նաև մարդու իրավունքների եվրոպական դատարանն է խոսել այն մասին, որ գործողություններն ինքնին կազմակերպված եւ իրականացված չեն եղել այն տրամաբանությամբ, որպեսզի առնվազն նվազագույն վնաս պատճառվի եւ նվազագույն բացասական հետևանքներ լինեն դրա արդյունքում։ Ուզում եմ հատուկ արձանագրել, որ դեռևս 2008 թվականին մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը բավականին լուրջ եւ մեծաքանակ այցեր է ունեցել հենց ազատությունից զրկման վայրեր եւ զրուցել է այդ իրադարձությունների արդյունքում ազատությունից զրկված քաղաքացիների հետ եւ բավականին լուրջ տեղեկատվություն է ձեռք բերվել այդ թվում այդ ժամանակահատվածում նրանց նկատմամբ կիրառված բռնությունների, նրանց նկատմամբ կիրառված վատ վերաբերմունքի եւ այլ հանգամանքների առնչությամբ, ինչը բնականաբար եւս նշված իրադարձությունների համատեքստում իրավունքների դիտանկյունից պետք է դառնա դարձյալ քննարկման առարկա։ Իհարկե մարդու իրավունքների եվրոպական դատարանը մի շարք հանգամանքների անդրադարձել է եւ նաեւ հստակ ձևակերպումներ է տվել, որոնք վստահ եմ գործընկերները հանրային քննարկման շրջանակներում կներկայացնեն, բայց ուզում եմ նաեւ հատուկ արձանագրել, որ շատ կարեւոր հանգամանք է այն փաստը, որ դեռևս մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը այդ ժամանակահատվածում բավականին լուրջ հարցադրումներ է ներկայացրել պետական իշխանությանը հրապարակային եղանակով հենց 2008 թվականին եւ ուզում եմ նաեւ արձանագրել որպես այս պահին գործող մարդու իրավունքների պաշտպան, որ իրավունքների հետ կապված նշված հարցադրումների պատասխաններն առկա չեն ու հենց այս իրավունքների խախտումների մասին հենց այդ ձևաչափով կարելի է բնականաբար խոսել նաեւ այս համատեքստում։ Ուզում եմ նաև խոսել քննության արդյունավետության մասին, որի հետ կապված
Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը դարձյալ բազում հարցադրումներ է ներկայացրել թե նախկինում, թե այժմ, բայց նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արդեն այս առումով եւս ունի հստակ դիրքորոշումներ եւ այո, նաև քննության արդյունավետության հետ կապված առկա են բավականին խնդրահարույց իրավիճակներ։ Ես չեմ ուզենա շատ երկար խոսել այս բոլոր հարցադրումների հետ կապված, որովհետև միանշանակ է, որ այսքան տարի հետո արդեն իսկ ունենք հնարավորություն խոսելու առնվազն իրավունքների կոնկրետ բլոկերի առնչությամբ խախտումների մասին։ Կուզենամ պարտադիր արձանագրել պարզապես, որ մենք միանշանակ պետք է կարողանանք դասեր քաղել այս իրադարձություններից, քաղել դասեր այն տրամաբանությամբ, որ դրանք այլևս երբևէ կրկնված չլինեն, եւ դա պետք է լինի նաեւ պետության պատասխանատվությունը բացառելու թե մարդու իրավունքների համանման խախտումները նաեւ ապագայում, թե նաեւ անելու ամեն ինչ, որպեսզի մարդու իրավունքների որևէ առկա խախտման հետ կապված լինի հստակ քննություն, պատասխանատվություն եւ լինեն հետևանքներ։ Շնորհակալ եմ եւ բոլորին հաջող քննարկում եմ մաղթում։ Շնորհակալություն։